Այսօր մեզ է միացել քաղաքագետ Իրանագետ Արմեն Վարդանյանը, բարև ձեզ Արմեն։ Շաբաթն ավարտվեց երկու կարևոր իրադարձությամբ։ Միացյալ Նահանգների Իրան բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Հունգարիայի ընտրություններում պարտվեց Օրբանը 16 տարի Հունգարիան ղեկավարած։ Այս իրադարձությունների ազդեցությունը դեպի մեզ չափելի են։ Ընդհանուր առմամբ Օրբանի ազդեցությունը, Օրբանի պարտությունը Հայաստանի համար իհարկե կարևոր է, որովհետև Հունգարիան լինելով Եվրամիության անդամ երկիր, շատ հարցերում տորպեդարում էր Հայաստանի համար կարևոր որոշումները։ Գիտենք, որ Եվրամիությունում որոշումներն ընդունում են կոնսենսուսով, եւ եթե նույնիսկ մեկ երկիր վետո է դնում, ապա որոշումները չեն ընդունում, եւ այս տեսանկյունից Օրբանը իսկական գլխացավանք էր դարձել եւ Եվրամիության երկրների համար եւ նաեւ այլ երկրների անդամների համար, որոնք ֆինանսական հատկացումներ են ստանում այդ կառույցից։ Իհարկե, ընդհանուր ֆինանսական օգնության մասով Հայաստանին տրվող Հունգարիան վետո չէր դնում, բայց Եվրամիության պաշտպանական հիմնադրամից Հայաստանին տրվող դնում էր ֆինանսական հատկացումների մասով, որով ոչ մահաբեր զենք պետք է գնվեր, Հունգարիան այստեղ խնդիրներ էր ստեղծում եւ վերջին տարիներին ստիպված կոնսենսուս։ Այսինքն ուղիղ պրոադրբեջանական վարկագիծ։ Այո, պայման էր դնում։ Եթե Հայաստանին տալիս եք այդ 10 միլիոն, սկզբից 10 միլիոն էր, հետո 20 միլիոն դոլար։ Եթե Հայաստանին տալիս եք, ուրեմն այդքան էլ տվեք Ադրբեջանին, իրենք էլ թողականազերծման քայլեր ձեռնարկեն եւ ստիպված Եվրամիությունը ընդունում էր այդ պայմանը, այլապես նա տորպեդարում էր իր վետոյով։ Այստեղ սա իհարկե մեզ ուղղակիորեն առնչվող որոշումներ էին։ Էլ չասած, որ Օրբանի խոհանոցումը եւ Գուրգեն Մարկարյանի Դե դրա մասին հարցի բարոյական կողմն է, դա իհարկե դրա մասին էլ չասած, բայց զուտ ֆինանսական առումով Եվրամիության պաշտպանական հիմնադրամից Հայաստանին տրվող հատկացումների առումով ինքը իհարկե խնդիր էր ստեղծում։ Հիմա Հայաստան, Հունգարիա, Ադրբեջան-Հունգարիա կոնյունկտուրայում փոփոխության կենթարկվի այս իշխանությունը։ Գիտեք, երկկողմ հարաբերությունների լավացման մասով վերջ տարիներին Հայաստանը որոշակի քայլեր է ձեռնարկել եւ Հունգարիան էլ իր կողմից էր որոշակի ընդառաջ գնացել։ Գիտենք, որ երկար տևական ընդմիջումից հետո Հայաստանը քայլեր ձեռնարկեց եւ վերականգնեց Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները, որ կասեցվել էր Գուրգեն Մարկարյանի սպանությունից հետո 12 այո, Ռամիլ Սաֆարովին արտահանձնումից հետո վերջին տարիներին Հայաստանի իշխանությունը քայլեր ձեռնարկեց եւ իրենք էլ ընդառաջ գնացին, բացի դրանից նաեւ իրենք որոշակի իրենց մեղքը քավելու համար այլ քայլեր ձեռնարկեցին, մի քանի գերիների վերադարձի հետ կապված Ադրբեջանից Հունգարիան է քայլեր ձեռնարկել, իր միջնորդական ջանքերներ ներդրել եւ որոշ գերիներ հենց Հունգարիայի միջնորդությամբ են։ Հունգարիայի մասով մի կարևոր հանգամանք էլ Հունգարիայում պարտվեցին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Այո։ Եթե կարելի է այդպես ուղիղ ասել։ Այո, ոչ միայն նա, իհարկե Թուրքիան էլ էր շատ մեծ բան, որովհետև Օրբանը նաև Հունգարիային տարել էր եւ թուրքախոս երկրների պետությունների կազմակերպությունում դիտորդ անդամ էր դարձել։ Այդ նիստերին էլ էր մասնակցում Հունգարիան եւ բավական ջերմ հարաբերություններ ուներ։ Դուք շնորհավորել, ասել է շնորհավորում են վերադարձի Եվրոպա։ Այո, որովհետև ինքը փաստացիորեն Եվրամիության մեջ 5-րդ շարասյան դեր էր ստանձնել եւ անընդհատ այսպես տորպեդարում էր Եվրամիության։ Ֆիցոն մենակ մնաց։ Ֆիցոն այդքան ընդգծված չի, ինչքան Օրբանը։ Օրբանը շատ, ասենք, ես վերջերս մի շարք այլ իրողություններ պարզվեցին, պարզվեց, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն Եվրամիության արտաքին գործերի նախարարների փակ հանդիպումից ուղղակիորեն ինֆորմացիա է տրամադրել Սերգեյ Լավրովին եւ նրանից ստացել ցուցումներ։ Մեկ կարևոր միջազգային պարբերականներից մեկը կարծեմ պոլիտիկոն էր, մի նյութ էր տեղադրել վերջերս, որտեղ նշվում էր, որ Օրբանը Պուտինի հետ հեռախոսազրույցում պատմել էր Եզոպոսի այն առակներից մեկը, որտեղ առյուծը ընկնում է ցանցի մեջ եւ մուկը գրծոտելով այդ ցանցը ազատ է արձակում առյուծին եւ վերջում էլ ասել էր ես կարող եմ ձեր համար այս մուկը լինել, ինչով կարող եմ ձեզ կօգնել։ Արգելի Պուտին, այո, բոլոր առումներով ինքը փաստացիորեն 5-րդ շարասյան դեր է ստանձնել Եվրամիության եւ նրա լկտիությունը այն աստիճաններ ասել, որ միլիարդավոր դոլարների օգնություն ստանալով Եվրամիությունից ասում էր, որ այս կառույցը որևէ ապագա չունի, փլուզվելու է, քանդվելու է
եւ փաստորեն գործում էր Եվրամիությունից այդքան միլիարդավոր դոլարներ ստանալով գործում էր այդ կառույցի դեմ։ Ամեն հիմա Միացյալ Նահանգներ, Իրան տապալված բանակցությունները։ Չնայած տապալված դեռ շուտ է ինձ թվում է ասելը, բայց հետ բանակցային ինչ փուլ է սպասվում։ Այս պայն հետ բանակցային փոխադարձ սպառնալիքների փուլ է։ Փոխադարձ սպառնալիքներ են եղում միմյանց ասեն ԱՄՆ եւ Իրանը։ ԱՄՆ-ը սպառնում է նոր ռազմական գործողություններով, իսկ Իրանն էլ սպառնում է, որ բացի Հորմուզի նեղուցի փակումից նաեւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը կպավի, որտեղ այնտեղ Եմենի հութիների ձեռքով նա կարող է դա անել։ Եվ սա եւս մեկ լուրջ քայլ կլինի միջազգային հիմա չի արել։ Դե չգիտեն պատճառները, դա Հորմուզի նեղուցի փակումը Եթե կարող էր անել։ Կարող է, բայց անմիջապես չի կարող անել, դա կարող է անել իր պրոքսիների միջոցով, հութիների միջոցով Եմենի։ Ընդհանուր առմամբ հութիների մասով իրենք այս անգամ շատ пассив էին, շատ այս վերջին ռազմական իրադարձությունների ժամանակ շատերի կարծիքով իրենք էլ պետք է արձակվեին Իսրայելի վրա, մոտիկա գիտենք որ Եմենից Իսրայել շատ ավելի մոտիկա, քան Իրանից, եւ իրենք ունեն բավականին լավ հրթիռներ Իրանի կողմից տրված եւ սպասում էր որ նրանք էլ կմտնեն ռազմական գործողությունների մեջ եւ իրենց բալիստիկ եւ այլ հրթիռներով կարող են հարվածել եւ Իսրայելին եւ Նիջերկական ծովում գտնվող նավերին, այդ թվում նաեւ ամերիկյան ռազմանավերին։ Կան տեղեկություններ, որ ամերիկացիների հետ են պայմանավորվել եւ այս անգամ բավականին չեզոք են եղել։ Բայց իհարկե որովե երաշխիք չկա, որ ինչ-որ մի պահի Իրանի ճնշումների արդյունքում հութիները կարող են գնալ նաեւ այդ քայլին եւ փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցան։ Ամեն դեպքում այս պահին կարծես թե կողմերը սպասողական վիճակում են, իմ կարծիքով հնարավոր է բանակցությունների նոր ռաունդ, նոր փուլ լինի, որովհետեւ ամեն դեպքում երկու կողմն էլ ուզում են բանակցություններ եւ ուզում են որ Դե ամեն դեպքում զինադադար ուժի մեջ է։ Այո, երկշաբաթյա զինադադար ուժի մեջ է։ Բայց այսօրվանից Թրամփը հայտարարել է Պարսից ծոցը փակելու մասին։ Մի քիչ դժվար է պատկերացնել, եթե Եվրամիությունը չի միանում, որովհետև հայտարարությունները մեկը մյուսին հետևում են Մեծ Բրիտանիայից սկսած, արդեն որ Թրամփի գործողություններին չեն մասնակցի։ Միայնակ Միացյալ Նահանգներին կհաջողվի տանել։ Գիտեք ինչ, հաջողվելը կհաջողվի, բայց եթե գնան այդ քայլին մեծ դարվելու է մեծ զոհերի գնով, որովհետև Հորմուզի նեղուցը բավականին մոտ է Իրանին։ Եթե գնան այնտեղ որ փակեն, պետք է նաև ցամաքային գործողություններ իրականացնեն։ Իրանի ափամերձ որոշ շրջաններ պետք է գրավեն։ Այլապես նույնիսկ սովորական հրետանիով իրենք Իրանից կարող են հարվածել այնտեղ գտնվող ամերիկյան ռազմանավերին կամ ցամաքային զորքին։ Մի խոսքով բավականին ռիսկային գործողություն է եւ դա մեծ զոհեր կբերի։ Իսկ ինչը Թրամփի համար այդքան էլ ցանկալի չէ։ Պետք է ասեմ, որ ԱՄՆ-ն էլ շատ լուրջ ճնշումներ կա Թրամփի վրա։ Բավականին մեծ եւ զոհեր ունեն եւ այսպես մեծ քանակությամբ հրթիռներ եւ գործանիշներ են կորցրել որոշ։ Մի խոսքով բավականին լուրջ ճնշումներ կան Թրամփի վրա։ Չի բացառում, որ կոնգրեսում, ասենք, դեմոկրատները impeachment սկսան։ Նոյեմբերին այնտեղ միջանկյալ ընտրություններ են եւ արդեն իսկ խոսում է, որ դեմոկրատները կարող են հաղթել։ Մի խոսքով այնտեղ էլ լուրջ ճնշումներ կան եւ եթե փորձի Հորմուզի նեղուցում ռազմական ճանապարհով բացել։ Շատ է խոսում նաեւ Խարկ կղզին գրավելու մասին, բայց դա էլ էլի ռազմական գործողությունները պետք ցամաքային։ Իսկ դա ղիել լուրջ վտանգներով եւ բավականին մեծ զոհերի գնով կարող է դանել։ Լավ, հարց է առաջանում. ինչու չհաջողվեց նահանգներին եւ Իսրայելին միասին Իրանին տանել կապիտուլյացիային, հա։ Սպասվում էր, որ Իսլամաբադը հենց այդ հանգրվանն է լինել։ Իրականում որոշ հաշվարկներ երևի թե սխալ էին արվել։ Շատ է խոսվում այն մասին, որ ամեն դեպքում Իսրայելը Բենյամին Նեթանյահուն ավելի կոնկրետ կարողացել է Թրամփին խաբել եւ համոզել, որ շատ հեշտ հաղթանակ է լինելու եւ ասել է, որ շատ արագ կփոխենք այնտեղ ռեժիմը, շատ արագ պարտության կմատնենք միջուկային եւ հրթիռաշինական օբյեկտները կոչնչացնենք եւ Իրանը կկապիտուլացի։ Բայց վերացրեցին ահագին։ Ահագին վերացրեցին, բայց պարզվեց, որ օրինակ Reuters-ը վերջերս գրել էր, ընդամենը 1/3-ն է ոչնչացվել Իրանի հրթիռային պաշարների, որովհետեւ իրենք այս 30 տարուց ավել իրականում պատրաստվում էին այս պատերազմին։ Գիտեին, որ այս օրը գալու է։ Բավականին շատ
Այսպես Իսկ Ամերիկայում չգիտեին, որ Իրանը պատրաստվում է։ գիտեին, բայց իրենք էլ չէին ուզում գնային։ Ենթակառուցվածքներ են լուրջ ստեղծել սարերի մեջ, ասենք ժայռերի մեջ, իրենց հրթիռային փաշաները այնտեղ են տեղակայել, որ դժվար լինի դրանք խոցելը։ Եվ իրականում պարզվեց, որ այդքան էլ հեշտ չի Իրանին հաղթանակ տանել Իրանի դեմ։